հանձնաժողովում էլ կարևորեցինք փաթեթը, իսկապես չափազանց կարևոր է, բայց նաև շատ կարևոր է հասկանալ ընդհանրապես իր կարգավորման ծանրությունը, առանձնահատկությունները եւ նաեւ այն մարմինը, որը ըստ էս փաթեթի առաջարկում է ստեղծել ինքնավար որպես մարմին։ Սկսեմ կիբեր անվտանգության օրենքից, չափազանց կարևորելով այս կարգավորումները, ինչու է այնուամենայնիվ բացառություն սահմանել պաշտպանության, ազգային անվտանգության, հետախուզության ոլորտներում կիբեր անվտանգության ապահովման պահանջների մասով։ Նույնը վերաբերում է նաև պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների մասով։ Ինչն է պատճառը։ Ես նայում եմ օրենքը եւ այն պահանջները, այն սկզբունքները անվտանգության ապահովման, որոնք կարևոր են, անհասկանալի է թե ինչ է բացառություն սահմանված։ Եթե առանձնահատկություններ կան այնտեղ, այլ ձևակերպում պետք է տալ։ Եթե ունեն առանձնահատկություններ, խնդրեմ, ավելի խիստ են եթե։ Երկրորդը վերաբերում է օրենքի, այս կիբերանվտանգության օրենքի անցումային դրույթներում այստեղ ձևակերպումներ են տված, որոնք որ պրակտիկայում չեն պատկերացնում ոնց պետք է կյանքի կոչվեն։ Օրինակ, մեկ օրինակ բերեմ, ասում է հետևյալը, ծառայության մարմինները օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 24 ժամյա ժամկետում ինքնավար մարմինն են ներկայացնում կիբերանվտանգության ոլորտում միջազգային ստանդարտներով եւ կամ ազգային ստանդարտներով սահմանված չափանիշներ ու պահանջներ։ Այդ մարմինը հələ չկա։ Այդ 24 ժամ է օրենքը ընդունելուց հետո ոնց պետք է ներկայացնեն եւ նաեւ վերևում էլ մի հատ նման ձևակերպում կա։ Եվ պետական մարմնի մասով, հանրայինի մասով էլ կար, բայց պետականի մասով այնուամենայնիվ հնչեցել եմ հանձնաժողովում, խնդրեմ որպեսզի հստակ դիրքորոշում ավարտում եմ։ Նախատեսված է միայն կառավարության կողմից ներկայացնել անդամներ, թեկնածուներ։ Մինչդեռ մենք ունենք հանրային ինքնավար մարմինների տարբեր տեսակներ, որտեղ կա նաև քաղաքական ընդդիմության կողմից ներկայացվող թեկնածուներ։ Փորձեմ ժամանակի մեջ տեղավորվել։ Շնորհակալություն պարոն Մինասյան։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ունի իր մանդատը։ Այդ մանդատը շատ հստակ ձևակերպված է, դրա շրջանակը շատ հստակ ձևակերպված է այս փաթեթում։ Այն վերաբերում է բացառապես քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Ներքին գործերի նախարարության ներսում կիբերհարձակումների համապատասխան ստորաբաժանում է գործում, ազգային անվտանգության ծառայությունում եւ պաշտպանության նախարարությունում պաշտպանության ոլորտին վերաբերող համապատասխան մասնագիտական ստորաբաժանումներ են գործում։ Մենք իբրև ոլորտային քաղաքականություն մշակելու մանդատ կրող գերատեսչություն հասցեագրել ենք այս խնդիրները քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելուն, որովհետև մեր մանդատը վերաբերում է քաղաքացիական ենթակառուցվածքների կիբերպաշտպանությանը։ Այսինքն առանձին պետական գերատեսչություններ, որոնք ունեն իրենց ներսում նաև կիբերպաշտպանական համապատասխան ստրուկտուրալ ստորաբաժանումներ, բնականաբար իրենք են սահմանում այդ ստանդարտները։ Արդյոք 27001 ստանդարտը մեր կարծիքով բավարար է եւ այլ գերատեսչություններ եւս պետք է սահմանեն, չեմ բացառում, սակայն ԲՏԱ նախարարությունը եղել ու մնում է իր մանդատի շրջանակում եւ մենք գործել ու գործում ենք ինստիտուցիոնալ։ Այլ բան է, որ դուք կարող եք որպես ազգային ժողովի պատգամավոր նմանատիպ խնդիր դնել, ենթադրում եմ փակ ձևաչափով պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում, ես կարծում եմ գործընկերներս մեծ սիրով նաեւ իրենց պատկերացումները եւ տեսլականը ձեզ կներկայացնեն։ Սա կրկնում եմ ի սկզբանե եւ ի բնե նախատեսված է եղել նախ եւ առաջ տնտեսությանը պաշտպանելու եւ մեր երկրի կրիտիկական քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու համար։ Վերջին հարցը կհիշեցնեք։ Ինքնավար մարմնի հետ կապված մեր դիսկուրսը դեռևս մեկնարկեց հանձնաժողովի նիստում։ Ինչպես ասել եմ հանձնաժողովի նիստում ուղիղ եթերով, հիմա եւս կրկնեմ արդեն բարձր ամբիոնից մենք պատրաստ ենք լսել առաջարկներ
թե կառավարող մեծամասնությունից, թե ընդդիմադիր ֆրակցիաներից, եթե կան առաջարկներ փոխելու այդ ձևաչափը, օրինակ, արդյոք կառավարությունը պիտի առաջարկի բոլոր տեխնացուներին, թե նաև պիտի սահմանվեն քվոտաներ, ինչպես նշել եմ, հիմա եւս կրկնում եմ, պաշտոնապես կառավարությունը պատրաստ է քննարկել բոլոր հնարավոր սցենարները ձեզ հետ։ Համաձայն։ Պարոն Հայրապետյան, ես խոսում եի Հայաստանի Հանրապետության օրենքի մասին, հարգելով հանդերձ բտանախարարության լիազորությունները մանդատը, սա Հայաստանի Հանրապետության օրենքն է կիբերանվտանգության մասին, ոչ թե առանձին ոլորտների մասին։ Օրինակ կիբերանվտանգության ապահովման սկզբունքներ, անհատականության սկզբունք, բացասական ազդեցություն նվազագույնի հասցնելու սկզբունք, տվյալների գաղտնիության սկզբունք, այս սկզբունքները չեն կարող չգործել նույն այն համակարգերում, ասենք պաշտպանություն, անվտանգություն եւ այլն։ Եթե խոսքը գնում է կարգավորման առանձնահատկության, լիազոր մարմնի եւ ինքնավար մարմնի առանձնահատկությունների մասին, ձևակերպումը այլ ձևով պիտի տրվի, չի կարող, չէ՞, օրենքում տրվի մի հասկացություն, բայց պաշտպանության, ազգային անվտանգության ծառայությունը կամ որևէ այլ մարմին վերցնի այդ հասկացությունը այլ ձևով կիրառի։ Խոսքը հետեւյալի մասին է, ստանդարտը կիրառելի է բոլոր դեպքերում, եթե կա ավելի խիստ, այնտեղ այդ առանձնահատկությունը կարող է կիրառել, ելույթումս ավելի մանրամասն անդրադառնալ։ Ամինասյան, կան ռեժիմներ, եւ դուք շատ լավ գիտեք այդ մասին, ես չեմ ուզում հեծանիվ օրինել, կան ռազմական բնույթի եւ բովանդակությամբ եւ համապատասխանաբար նաեւ այդ ռեժիմի պաշտպանության ենթակա գերատեսչություններ, կառույցներ, ենթակառուցվածքներ եւ քաղաքացիական։ Այսինքն մենք առաջարկել ենք ստեղծել օրենսդրություն հենց քաղաքացիական ենթակառուցվածքների մասով, որովհետեւ դա մեր հանձնառությունն է։ Բայց ինչ վերաբերում է, եկեք մեկու հետ չխառնենք, ինչ վերաբերում է դուք ասում եք տվյալները, հենց տվյալների հանրային տեղեկությունների մասին օրենքը տարածվում է բոլորի վրա, բայց իմպլեմենտացիան չի կարող քաղաքացիական ենթակառուցվածքի կիբերպաշտպանությամբ զբաղվող մարմինը նաև ներկայացված լինել ազգային անվտանգության ծառայությունում, նաև ներկայացված լինել պաշտպանության նախարարությունում եւ այդպես շարունակ։ Այսինքն այստեղ եթե մեր գաղափարական վեճն այն է, որ պիտի մենք նաև պաշտպանական կառույցներին պարտադրենք այս օրենսդրությամբ 27001 միջազգային ստանդարտ կիրառել, առաջարկեք քննարկենք։ Շնորհակալություն, Անդմեջան։